Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մեր տաղավարում է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, եւ շնորհակալություն, որ որպես մեղրի համար։ Պարոն Կարապետյան, սկսենք Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումից, որովհետեւ հիմնական քաղաքական թեման, այսպես ասած, շրջանառվող թեման ակտուալ է ակտուալ թեման, այո, դեռ ակտուալ է, այո, եւ դեռևս մեկնաբանությունները չեն դադարում։ Ոմանք ասում են, որ ընդդիմադիր հատկապես շրջանակներից, որ այս հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները մեղմ ասած դրական հունի մեջ չեն, եւ դեռ ավելի են գնալով վատանում, այն բացասական միտումները ավելի են խորանում, ավելի են սրվում, բայց իշխանական թևը իդեմս Նիկոլ Փաշինյանի պնդում է, որ որևէ խնդիր չկա, հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ է, որոշակի տրանսֆորմացիայի են ենթարկվում, բայց դրանից հետո, ինչպես հենց իր խոսքերն են ուղղակի մեջ բերում, դրանից հետո դառնալու են ավելի լավը այդ փոխհարաբերությունները։ Բայց որոշակի մտքեր Ռուսաստանի առաջին դեմքի Վլադիմիր Պուտինի կողմից, այսպես մեսիջներ, ինչպես ասում են, կարծես թե ուղղվել էին հայկական կողմին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, որոնց մասին կուզենայի, որ դուք խոսեք։ Այո, շատ ճիշտ եք, ակտուալությունը պահպանվում է, առավել ևս, որ առաջիկա ընտրությունների նախաշեմին հասկանալի է, որ վերադասավորումներ են տեղի ունենում եւ ամեն մեկը յուրովի կարող է իհարկե մեկնաբանի, բայց հասկանալի է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ցանկալի է, որ գործող իշխանությունների համար հասկանալի լինի, թե ինչպիսի սցենարներ կարող են տեղի ունենալ, վայրի վերումներ, տեկտոնական տեղաշարժեր, թե չէ, այ դուք նշեցիք, որ հայ-ռուսական հարաբերությունները այսպես կոչված տրանսֆորմացիայի են ենթարկվում, հիմա աննտարը կարող ենք դնել այդպես, կարող ենք ասել վերբեռնում, կարող ենք ասել, որ նոր երանգ ու լիցք է հաղորդվում եւ այլն, բայց փաստը այն է, որ այո, որոշակի լարվածություն կա ու պահպանվում է այդ լարվածությունը եւ վարչապետ Փաշինյանի այցելությունը Մոսկվա, որը իր սեփական նախաձեռնություններ, հիշում եք, նա անձամբ էր ասում, որ ես պետք է գնամ նրա մոտը, հա, ես պետք է նախաձեռնեմ, ես պետք է խնդրեմ, որ ինձ ընդունի եւ այլն, հասկանալի է, որ ընտրությունների նախաշեմին ուզում է նախ տրամադրվածությունները ստուգել, այսպես ասած հասկանալ ռուսական կողմնորոշումը ինչպիսին է եւ դիրքորոշումը, հասկանալի է, որ ցանկություն էր հայտնում, որ մասնագից լիներ մի իրավիճակի, որտեղ որ իր համար մինիմում պարզ կլիներ, թե ինչ են մտածում ռուսները իր մասին եւ առաջիկայում ինչ պլաններ ունեն իր մասով, հետագայում այո, այնտեղ մենք տեսանք նաև կարելի ասել բացառիկ նախադեպային իրավիճակ, երբ որ սովոր ենք մենք տեսնել դիվանագիտական բառամթերքով առողակարգային իրավիճակ եւ միայն կովասանքի հաճելի խոսքերով են փոխանակվում, հա, առավել եւս մեդիայի առջև եւ հիմնական խոսակցությունը տեղափոխվում է փակ դռների արանքում, բայց այս պարագայում տեսանք, թե ինչպիսի չասեմ թշնամական, հա, այսպես լարված միշտ մթնոլորտ էր, որը որ փորձում էին կողմերը, հա, յուրովի այսպես իրենց դեմքը պահեն, բայց ամեն դեպքում հասկանալի էր, որ լարված միջավայրում անցավ այդ ամեն ինչը, մթնոլորտը իրոք ցցուն երևում էր, որ կա խնդիր, կա լուրջ ջրբաժան, կա միջպետական հարաբերություններում մի մեծ անդունդ, որի մասին եղավ ուղիղ եւ բացահայտ խոսակցություն, հետեւաբար տրամաբանական է, որ եթե մեդիայի առաջ այդպես խոսեցին, փակ դռների հետևում ինչեր կխոսեն, կամ ինչ պայմանավորվածությունների կգան։ Իրականում այո, շատ կարևոր էր նրանով, որ գիտեք, երբ որ նայում ես հագառուսական տրամադրությունների գեներացվող այս ամբողջ համատեքստում այցելությունը, կարծես սա թոթապելու
մի նոր քայլ էր, որպես այդպիսին տպավորություններ, որ կառուցողական քայլ է, հա, վերջի վերջո հասկանում է, որ հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի անջրպետի առաջ են կանգնած, որ անդին այլևս չէր կարելի պատկերացնել, որտեղ արդեն շատ լուրջ մեղադրականներ կար եւ այլն, բայց տեսեք, իր խոսույթը միանգամից փոխվեց վերջի ամիսների ընթացքում, որ ռուսական կողմը մեր բարեկամներն են, դաշնակիցներն են, պետք չի լարված մթնոլորտ ձևավորվել, հասկանում ես, որ իհարկե այդ ամեն ինչը անում է իր դեմքը պահելու համար եւ փորձում է ընտրություններից առաջ դիրքավորվել, այսպես ասած, բայց այս այցելությունը երկու բանի մասին կարող էր լինել։ Առաջինը այն էր, որ նա գնում էր հասկանար, թե իր մասով, օրինակ Կրեմլը ինչ որոշում ունի կամ ինչ պատկերացումներ ունի, ինչ ցանկություններ ունի, այսպես ասած, եւ երկրորդ մասը այն էր, թե արդյոք նա վերարտադրվելու շանսեր ունի, թե էստաֆետը փոխանցելու է մեկ ուրիշին։ Բնականաբար մենք չենք կարող դրա մասին ստույգ իմանալ, թե ինչպիսի պայմանավորվածություններ կան, բայց իր վարքագծից կարելի է ենթադրել, որ համենայն դեպս եթե ոչ այնքան հարթ էլ չի անցել, համենայն դեպս որոշակիություն մտել է, որտեղ իր քաղաքական գործունեության մեջ, առօրյա իր օրակարգի մեջ կարծես բան չի փոխվել, չնայած մտահոգությունները թափում են դեմքից, երբ որ նայում ես առավոտյան սրտիկները, երբ որ ուղղորդում է ժողովրդին։ Հասկանալի է, որ այդ մարդը ունի լուրջ մտորումներ, մտահոգություններ, որը որ թաքցնել անհնար է, ամենայն դեպս դեմքի միմիկաներից եւ ժեստիկուլյացիաներից հասկանալի է, որ այդ մարդը բացի այն, որ առհասարակ խնդիր ունի, նաև խնդիր ունի առհասարակ կապված հունիսի 7-ից իր անձնական եւ ոչ միայն իր թիմի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են առերևույթ շատ լուրջ անգամ ճակատագրական լինեն, հետեւաբար այստեղ խնդիրը դրված է, թե նա ինչ պետք է անի, որպեսզի կարողանա վերարտադրվի եւ այդ տեսեք օրինակ եթե հավաքական արևմուտք ասվածը իհարկե այդ տերմինը մի քիչ ակտուալ չի այլևս, բայց եթե նրանց կողմից նա ընդունելի եւ իրենց քիմքին հաջող վարչապետի տեխնացու է, այդ մասին բոլոր եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարներն են ակնարկում կամ ուղիղ տեքստով ասում, JD Vance-ի այցելության ժամանակ է տեսանք ամերիկյան դիրքորոշումը ինչպիսին էր, մարդիկ ուղիղ եւ բացահայտ ասում են, որ մենք ուզում ենք նրա հետ համագործակցությունը շարունակել, հասկանում ես, որ ռուսական կողմն էլ հետ չմնալով ասում է, եթե դու դա չես դիտարկում քո ներպետական, ուրեմն ներքին գործերին միջամտություն, հետեւաբար ինչ որ մի աշխարհական կենտրոն կարող է իր դիրքորոշումը հայտնել անձերի հետ կապված, թե ում է նախընտրում կամ ում կուզենար տեսնել, հետեւաբար մենք էլ տեսնում ենք օրինակ այլ ուժերի այդ թվում, հա, նաև ընդ որում այդ ակնարկը եղավ, հիշում եք, անուններ չնչեցվեց, բայց կոնկրետ եղավ թե ում մասին է խոսքը, թե ում են իրենք տեսնում եւ պետք է տրվի հնարավորություն նաեւ նրանց մասնակցության, որոնք որ հիմա կալանավայրում են կամ իրավունք չունեն խոսելու կամ հանրության առաջ ներկայանալու եւ այլն։ Հետեւաբար այս ամեն ինչը դրա մասին էր, ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկա ընտրություններին նա լուրջ խնդիրներ է ունենալու, բայց եւ ամեն ինչ անում է, որբիսի իր էլեկտորատի առաջ այսպես պարզ ճակատ մնա, փորձի այնպես անել, որ հասկանալի այդ կահավի ժողովրդի ռեյտինգն ու ռեպուտացիան կրկին վերականգնի, որտեղ իրականում համաժողովրդական անտագոնիզմ ու նողկանք, հա, ատելություն կա արդեն այդ անձի հանդեպ։ Հիմա ինքն էլ է հասկանում, որ այս փոքրիկ անգամ file start-ը, ես այդպես կասեմ, նախընտրական file start-ը արեց, որ փորձեց մարզերով շոշափել ժողովրդի տրամադրությունները, ինքը հասկացավ, որ ինքը իրականում լուրջ խնդիր ունի, անգամ եթե տարբեր աշխարհական կենտրոններից ունի որոշակի աջակցություն։ Այսինքն դուք խոսեցիք նրա անինքնավստահության մասին, բայց օրինակ ես լսելով նրա մամուլի վերջին ասուլիսը, ես այդ անինքնավստահությունը չզգացի, ասենք սա իմ անձնական դիտարկումներ եւ դեռ ավելին նա ակնարկ էր անում Սամվել Կարապետյանին, ավելի ուղիղ տեքստով ասելով, որ նրա ծրագրերը ձախողվելու են եւ նրա կապիտալը ըստ էության փոշիանալու են, որովհետեւ այն ուժերը, որոնք ըստ էության տիրապետում են
Սամվել Կարապետյանի կապիտալին կամ այսպես ասած ազդեցություն ունեն նրա արտերկրի կապիտալի վրա, նրանք եթե Սամվել Կարապետյանը չարտարացրեց իր սպասելիքները, այսպես ասած ըստ որոշակի շրջանակների թիվ 1 ֆավորիտը իշխանությունը, այսպես ասած, իշխանափոխության իրականացման, ուրեմն բոլոր խաղակարտերը խառնվելու են, բայց Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ էր եւ ասաց, որ ես իհարկե նաեւ ցավում եմ, որ այդպիսի բան կլինի, ես չեմ ուզում, որ որևէ հայկական կապիտալ փոշիանը, բայց փաստ, ինչ կասեք դրա մասին։ Դե եկեք միանշանակ չասենք, որ նա հենց դա-ի նկատի ուներ, ես կարծում եմ, որ նա ժամանակ ուներ, մեկ օր անցավ, որ համենայն դեպս նման բարձրագոչ հայտարարությանը որոշակի գոնե խելամիտ պատասխան, հա, մոգոներ, այսպես ասած ասեր, որտեվ տեսեք, երբ որ նայում ես այդ հատվածը, երբ որ նա ասում էր, որ բոմժ կսարքի, չգիտեմ, կունե զրգի մինչև տարվա վերջ, եկեք այսպես ասենք, իր ձեռագիրը, հա, ամենօրյա ռեժիմով ասում է, որ պետությանն է վերադարձվել, օրինակ, այսինչ գույքը, այսինչ բանը եւ այլն, ու իր ամբողջ քաղաքականության մի հատվածը ինքը տրամադրել է հենց դրան, հա, երբ որ լուսաբանում է, որ այսինչին ունե զրգեցին, այսինչի ձեռքից այսինչը վերցրեցին, այս տարածքը, այս շենքը, այս գույքը, այս վարելահողը եւ այլն։ Հետեւաբար ես ավելի քան վստահ եմ, որ նա հենց ուղիղ սպառնում էր իր խոսքով կոնկրետ, որ ինքը դա կանի, այսինքն ոչ թե ինչ որ բան, հա, տարբեր աշխարհական կենտրոններ կամ մասնավորապես Կրեմլը, բայց այդ տարբերակն էլ ողջամիտ է, հետևաբար դա էլ կարող է կյանք ունենալ այդ տարբերակը ձեր ասած, որ այո, չի բացառվում, որ եթե իրոք նա կառավարվում է դրսից, այսինքն լծակներ կա իր վրա, եւ եթե ամեն ինչ դրվել է, որ կամ ինչ որ պարտադրանք կամ ուլտիմատում կա, որ եթե նա չհաջողի, ապա իր ամբողջ այդ բիզնեսը եւ այլն բան, ես չգիտեմ, գիտեք, երբ որ նայում եք, թվում է թե առաջի մարտն է երկրի, որը որ տիրապետում է որոշակի ինֆորմացիայի, որքան էլ այդ ինֆորմացիան կասկածելի կարող է լինել, բայց նման միտք արտահայտողը կամ ժողովրդական լեզվով ասած իր տեսակով էլ ինքն է բնորոշ է դրան, որ պարաժ է անում, այսպես շատ կներեք արտահայտությունս են, որ ասում եմ մուտիտ է գցում հանրության դաշտում, որ մտորենք այ հիմա ես ու դու նստենք որոշենք հիմա դա իր ձեռքի արածով պետք է ինքը տանի դրան, թե այ եկած վախտը այսպես պատասխան ունի ջեբը դրված, որ կարող է մատուցի, հա, լրագրողին։ Հետևաբար այս միանշանակ մինտ ունեք, կարող է երկու տարբերակն էլ կա, ինքը իր մասով, ուրիշները իրենց մասով, եթե տենց բան կա, բայց հասկանալի է, որ այս փոխադարձ բումերանգային կներեք, այս փոխադարձ բումերանգային մեղադրանքների ֆոնին, երբ որ հա արդեն այնքան խոսույթ է, այնքան տգիտության մագարտակի կներեք արտահայտության տավտոլոգիա է գնում, որտեղ քաղաքական միտք չի գեներացվում, քաղաքական բանավեճ չկա, այդ արդեն անձնական հողի վրա մեկը ասում է կեպկով ցիլինդրով տղա, մեկը ասում է արա այ տղա եւ այլն, եւ այս խոսույթի մեջ մեկը մեկին անձնական վիրավորում է, մեկը մեկին այ ցինիկ, այ չգիտեմ ինչ, այսինքն հասել ենք այդ մագարտակի, մենք դիդորտի դերում նայում ենք այս խայտարագությունը, հետևաբար նրանից նայել էմոցիոնալ մարդ, բազմից է, չէ, ինքը ներողություն խնդրել իր վարկագծի համար, հա, ավելորդ խոսելու, մետրոյի դեպքն էլ ենք հիշում, կամ ասում է ես չեմ հիշում, որ տենց բան եմ ասել 2 րոպե հետո։ Հետևաբար չի բացառվում, որ սա էմոցիոնալ, ինչպես շատ դեպքերում ինքը նման հայտարարություններ արել, էմոցիոնալ ֆոնի վրա է, բայց այստեղ մենք հիմա չնստենք հոգեբանություն անենք, թե վերլուծենք, թե հիմա դա ինքը անձամբ էր ուզում անել, ուղղակի պետք չէր այդ րոպեին, այն ժամանակ էմոցիոնալ ասեց, հաջորդ օրը հասկացավ սթափեր, հասկացեց կոպիտ ասած այդ էլ գցեց ռուսների ջեբը, հա, որ ես չեմ դա անելու, անողն անելու։ Այնպես որ միանշանակ մի բան արեք, բայց այն որ եթե հանգարց վերջինս վերարտադրվի, ես ձեզ ավելի քան վստահ եմ ասում, այսպես կոչված ցար բոգա դառնալու ու անձնական վրեժխնդրությունն ու քինապահությունը այնքան բարձր աստիճան է իր մոտ, որ ինքը յուրաքանչյուրին է անցնելու։ Ինքը հիմա նայում է, որ ժողովրդի ստանա այդ մանդատը, որտեղ երրորդ մանդատը արդեն ուղիղ սիմետրիկ գնալու է դեպի էլ ոչ մի դեմոկրատիա, ոչ դա գնում է դիկտատուրա։ Ինքը իր ռեժիմը հաջորդ պահելու է դիկտատուրայով։ Ինքն էլ է դա հասկանում։ Եվ այսքան այս տարիների կուտակած, հա, այս նեգատիվը ինքը, եթե հանգարց վերարտադրվի, յուրաքանչյուր հայ քաղաքացուն իր մասով հասնելու է, այսպես ասած։
Այ պարոն Կարապետյան, ասացիք բանը, բայց ասենք հիմա հակառակ Բևերից էլ կասեն, որ եթե այդպես է, եթե այդպես օրենքի հետ կապված խնդիր կա կապիտալի, որտեղ սա շատ կարևոր խնդիր է, դեպս որ մի քիչ ավելի երևի թե մի քիչ խորանանք այս խնդրի շուրջ, այդ կապիտալի ազդեցության գոտիների, որովհետև հեսա կանցնենք նաև ռուսական կողմի պահով շրջանառվող այսպես տեղեկություններին, որ ռուսական կողմը այս հատկապես այդ հանդիպումից հետո արդեն որոշակի տեղեկություններ են գալիս, այսպես ասած, շրջանառվող, որ ճնշումներ արդեն իրականացնում կապիտալի, բայց պահից կանք, եթե այդպիսի խնդիր կա, մասնավորապես Կարապետյանի կամ ցանկացած այլ տեխնացուի հետ, այդ դեպքում արդեն հարցը բացվում է եւ փակվում է նրանով, եթե կա հարցը բաց է, ուրեմն օրենքով դա կարգավորեք, օրենքով կասեցրեք տվյալ քաղաքական չէ, ուժի ամբողջ գործունեությունն ու մասնակցությունը ընտրություններին առ։ Իսկ եթե չկա, եթե օրենքի առաջ Հայաստանի Հանրապետության օրենքների առաջ որևէ մեղանջում չկա, ուրեմն այդ քաղաքական ուժին ձեռք մի տվեք։ Ձեր ասածը գիտեք ինչ է։ Դե ձեր ասածը նաև գիտեք ինչ է, սա անդրովի շանտաժը, անդրովի ռեպրեսիա է, եւ պետքա օրենքը կգործի մեռնեմ օրենքի զորությանը եւ պետքա որոշ բաներ կպահվի, որպես ուլտիմատում վաղը կօգտագործվի։ Բազմից է, չէ, ինքը իր ամբողջ կենսագրության մեջ ցույց տվել մանավանդ իշխանական տարիներին, որ ինքը բոլորի վրա կոմպրոմատներ է պահում։ Հիմա հասկանում ենք, չէ, որ նման իրավիճակներում հələ ինչ էքսեսների ենք, ինչ ինցիդենտների ականատես ենք դառնալու։ Բայց իրականն է ձեզ այդ կոմպրոմատները։ Դե ես ուրիշ բան եմ միշտ ասում, եղբայր, ես ասում եմ, եթե դու ունես այդ ամեն ինչը, այսինքն դու պահում ես լավ օրվա համար, երբ որ քո դեմքը փրկելու համար պետք է ինչ-որ բան, դու բոլորի վրա ինչ-որ կոմպրոմատ ունես, այդ ժամանակ նոր ցրելու ես հանրության առաջ, հա, թե նայեք ինչեր է կատարվում։ Բայց եթե դենց հակաօրինական վարքագիծ է դրսևորել, եթե նա ընդ որում այդ մարտը Հայաստանի տարածքում այդ մի փաստի հետ աներկբա է, որ Հայաստանում չէ, որ նա մեծահարուստ է դարձել կամ Հայաստանում չէ, որ նա օլիգարխ է դարձել, հա, նա Ռուսաստանում Դաշնությունում այդ ամեն ինչը կարողացել կազմակերպել, Հայաստանում ներդրումները ինքը դրա համար է համարվում բարեգործ մեծենատ։ Հիմա արդյոք Հայաստանի Հանրապետությունում իհարկե ունի բիզնեսներ, բայց օրինակ հարգերը թաքցրել է, չի վճարել։ Արդյոք ինչ որ կոռուպցիոն գործարքների մեջ է եղել այս կամ այն մարդու հետ։ Բայց եթե դուք այդ ամեն ինչը ունեք, օր առաջ պետք է ներկայացնեք, ոչ թե պատեառիտ նայեք, որ շանտաժի լեզվով խոսեք, փորձեք բան անել։ Այսինքն, գիտեք որն է այս վատը, այ խոսում են դեմոկրատիայից, խոսում են օրենքի գերակայությունից, բայց դա օգտագործում են բացառապես, երբ որ իրենց դա պետք է։ Այլ ոչ թե որ օրենքով սահմանված է, որ եթե հակաօրինական գործողություն է տեղի ունեցել կամ օրենքի իրավունքի խախտում է եղել, բացահայտ դրեք այդ օրենքի կետով մարդուն իր հասանելիք պատիժը տվեք։ Հիմա տեսեք ինչի մասին է այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը ինչի մասին է։ Եթե ինքը վտանգ չտեսներ համենայն դեպս, կստեղծեր նման իրավիճակ, որ մարդը զրկվեր ձայնի իրավունքից, մարդը հանրության առաջ ներկայանալու հնարավորություն չունենար։ Այդ մարդը ուրեմն ունի մտահոգություն։ Բայց դե մի հատ մեծ բայց կա, եթե այս ամեն ինչը իրար հետ համաձուլվածքի արդյունք չի, այսինքն այս ամեն ինչը այն գլխից այսպես գեղեցիկ պլանավորված, փաթեթավորված չի։ Որովհետև հասկանում ենք, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Առավել եւս այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում այս ժողովրդի լեզվով ասած ռասկլադի պարագայում ոչինչ չի բացառվում։ Հիմա թող ժողովուրդը ուշի-ուշով հետևի վերջի իրադարձություններին, այս շղթան ինքնաբերաբար բացվելու է։ Հասկանալու ենք ով ով է, ով ում համար անում գործ, ով անում է բացառապես ազգային ու պետական շահերից դրդված, թե ով ինչ որ մեկը կոլաբորանտ է, որը որ ուրիշ երկրների աշխարհակաղակական տարբեր կենտրոնների հրահանգներն է կատարում կամ դրածո է։ Բայց եթե դրածո են, Բևերը ասում է, որ բանը կոլաբորանտներ են եւ ըստ էության ազդեցության գործակալներ են, այսպես ասած, այդպես որ նայես ազգի կեսին իրենք նման գնահատական են տալիս, բայց ոչ մեկ չի նստում հələ դրա համար։ Այդ որ ասում են ամբողջ զինվորականությունը փախել է Մարտի դաշտից, բարձրաստիճան ղեկավարները փախել են։ Բա հա, այս մինչև հիմա 7 տարի չնստեցին, թե հադնդիր 1-ին 2-ին։ Բայց եթե ամբողջ ասում է, ամբողջ Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարությունը ու զինվորականությունը փախել է,
Բայց այդ որ փախել են հիմա քո բերտերում տեղ չպետք է լիներ նստելու էլ։ Հիմա ոչ թե ճանապարհ պետք է սարքեր, որը կես տարել չի դիմանում, այլ բերտ պետք է սարքեր, որ տեղավորեր այդ մարդկանց։ Կասի Բա հիմա Արցախի հարցը փակված է։ Չէ, փակված է, բա փակված է ինչի հաշվին, այդ մարդկանց Ադրբեջանը կասի, կներեք Ադրբեջանը չէ, այս դեպքում չէ, մի քիչ պարադոքս չի առաջանա, Ադրբեջանը կասի, եթե Արցախի հարցը փակել ես, Արցախը ճանաչել ես իմ պաշտոնապես իմ կազմում, էլ Արցախի ռազմական ղեկավարներին ինչ ես դատում, այսինքն դատում ես, որ վատ են կռվել իմ դեմ, ավելի լավ պետք է կռվեին իմ դեմ։ Չէ, գոնե սեփական ժողովրդին ցույց տա, որ ինքը օրինապաշտ երկրի ղեկավար է, ով փախել է, ով թալանել է բանակը, նստած է այդ թվում նաև նախկին ներկաները, այս ովքեր որ կոչվում են նախկին եւ այս պահին տարբեր դատական process-ներով են ասում, հələ որ ոչ մեկ այդպես մեծ հաշվով չի նստել։ Այն ինչ որ անուններ են տալիս, հա, տասնյակ եւ հարյուրավոր անուններ։ Հետևաբար հասկանում ես, որ մարդը ոնց որ ասեցի, ընտրովի շանտաժ անում, ընտրովի ռեպրեսիա է անում։ Ընտրովի ուլտիմատումի առաջականգնացնում ոմանց։ Հետևաբար հասկանում ես, որ այս մարդը հստակ ես համամիտ եմ ձեր այն կարծիքի հետ, որ ինքը շատ հանգիստ է հիմա։ Ինքը իրոք պարաշ չի անում, որ ցույց է տալիս, որ ազատ ֆրֆռում է, իհարկե թիգնապաները 2 մետր իրանից հետ քաշվեն, հարցը թե ինքը ողջ կմնա, թե չէ։ Դա է հարցը, ինքը գիտի, որ էքզիստենցիալ վտանգ կա իր հետ կապված, իր անձի հետ կապված։ Այս ամուսնալուծության այս սցենարները հասկանալի է ինչի համար է։ Ինքը գիտի, որ ինքը իրոք չի կարող ուղղակի այդպես քայլել։ Օրինակ իր ախրանան, եթե իր կողքը չլինի, ինքը չի կարող հենց այդպես թևերը թափ տալով, երկել ապարելով, սրտիկներ անելով, կոնֆետներ բաժանելով ֆրֆռա։ Ես ավելի քան վստահ եմ։ Եվ նա էլ է դա գիտակցում։ Ուրիշ բան, հա, որ լրագրողի հարցին պատասխանում ասում է, այս կյանքում ինչ ասես տեսել եմ, ոչ մի բանով չեք զարմացնի, հա։ Այս բերտնել եմ նստել, բերտնել եմ նստել, ենել եմ այն քաղմասում եմ եղես։ Եղբայր, ախր հարցել է առաջանում, հա։ Այդ ամբողջ խոսույթի մեջ գիտեք ինչն է, որ լուր է մնում։ Մեկը չկա լրագրողներից ասի, որ եղբայր, բա դու որ այդքան բերտերով շրջագայել ես, քաղմասներով շրջագայել ես, վրա դիրել կրթական մի հատ նորմալ ցենզ չունես, նորմալ սկի չես էլ ավարտե, նորմալ մասնագետ էլ չես եղել անգամ քո ոլորտում, սկի չես է ծառայե բանակում։ Դու ընդհանրապես բա ինչ գործ ուներ վարչապետի պաշտոնին, հասկանում ես, հարից չի ես ամեն ինչը։ Այսինքն ոչ մի չափորոշիչով, հա, ասենք սահմանադրությունը ինչ է սահմանում, բարձրագույն ավարտ պետք է մինիմում լինես, բանակում ծառայես պետք է լինես, դատված չպետք է լինես։ Այս մարդը բոլոր այդ կետերով անցել է, եկել է վարչապետը։ Ու այսօր ինձ ու ձեզ ժողովրդին կառավարում է։ Այ դա է պարադոքսալն ու աբսուրդը։ Հասկանում եք, դա աբսուրդ է, ես ուզում եմ հանրության այդ ես միշտ հիշում եք իմ խոսքն է եղել։ Ասում եմ, երբ պետք է քաղաքական գիտակցության մակարդակը փոխվի, ժողովուրդը սթափվի, հասկանա, որ այս ամեն ինչ անընդունելի է։ Երբ պետք է այս մարդիկ վերջնականապես հասկանան, գիտակցեն, որ սա սերիական խաբեբաների կողմից խաղաղության իմիտացիայով, էմոցիոնալ սպեկուլյացիաներով, հույսի ու դրական էմոցիաների վաճառք է այս ամեն ինչը, որ սա դեմագոգիայի, պաթոսապոպուլիզմի, շողոքորթաքծնանկի մարաֆոնն է այս ամեն ինչ որ տեսնում ենք, որ դիլետանտ դեմագոգների ու արկածախնդիր պատեհապաշտների մարշ ենք տեսնում ամեն օրվա ռեժիմով, որ սա ավանտյուրիստների կողմից գեներացված աբսուրդի, մարազմի, տոտալ ողբերգության շքերթ է։ Այս ամեն ինչը նողկալի է, զզվելի է, արգահատելի է այս ամեն ինչը ու նայում ես, որ այս Ստոկհոլմյան սինդրոմով տառապողների նոն-ստոպ նվաստացում է, որ մենք ժողովուրդը հանդուրժում ենք այդ ամեն ինչը։ Ու խոհեմություն է պետք, ես չգիտեմ ինչ կոչ անեմ ժողովրդին, որտեվ իրոք շատ ծանր եմ տանում, սա որքան փորձում եմ էմոցիոնալ այս վիճակը հա չդրսևորեմ, բայց հասկանում ես, որ ախր անընդունելի է այս իրավիճակը։ Անկամ այս ապատիկ ֆոնը, որ տիրում է հիմա։ Հետևաբար ամսի 7-ին ժողովուրդը իրոք թող մի անգամ եւս թափվի ու գիտակցի, թե ինչի է գնում։
ուզում է վերարտադրեն մի մարդկանց, մի խումբ մարդկանց, որոնց համար օրինակ Ադրբեջանը իրենց համար անվտանգության երաշխավորը։ Հայ ժողովուրդը ուզում է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինի Ադրբեջանը։ Եթե ուզում է, թող ամսի 7-ին գնա իրենց ընտրի։ Հասկանում եք, ես հիմա բնավ տպավորություն չլինի, թե հա, ես ինչ որ դե ամեն աշխարհաքաղաքական կենտրոն իր բանն է։ Այդ մարտիկ Թուրքիայի, Ադրբեջանի ցանկալի մարտիկ են։ Ֆիդաններ իրեն իր մասով ասում, որ մեր համար ցանկալի տեխնազուն նա է։ Այսինքն, այս մարտը ստացվում է, եթե շատ ավելի անմիջական եւ ուղիղ, հա, ասեմ, այս մարտը Ադրբեջանի, Թուրքիայի, Արևմուտքի, Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրների ցանկալի կանդիդատուրան, հա, իր կարիկատուրա կերպարով։ Որոշ ռուսամետ ուժերն էլ, որոնց անունը տալիս եք, իրենք էլ բնականաբար Մոսկվայի, Կրեմլի ցանկալի կերպարներն են։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ, հա, այդ տեսեք որոշումը կայացվի մոլդովական սցենարով բերեն Հայաստանում այդ խմբերը, հա, որոնք որ ընտրությունների ժամանակ գործառույթ են ստանձնելու։ Մի բան, որը որ բացառապես տրված է մեր պատկան մարմիններին։ Օգնության օժանդակության խմբեր, հա, հիբրիդային պատերազմի դեմ ուղղված։ Շատ վատ։ Շատ վատ, ոնց կդինեմ։ Դրա համար ռուսական կողմն է ասում է, դե որ տենց է, կներեք, մենք ինքնակամ ենք առաջարկում, որ մենք էլ կարող ենք նման խումբ տրամադրել։ Եթե տենց խումբ դուք Եվրոպայից եք բերում, մենք էլ օրինակ ուզում ենք տենց խումբ բերել։ Կամ առհասարակ այդ խոսույթը, որ ասում են հիբրիդային պատերազմ, եղբայր մի հատ բացատրեք, ապացուցեք, մի հատ այդ որջը գտեք, իրոք, եթե տենց որջ կա, գտեք, փակեք այդ որջը։ Այդ հիբրիդային պատերազմի։ Հասկանում եք, այդպես ուղղակի մեղադրանքներ չեն հնչեցնում, հա, փաստերով կա դեմը առնելու բոլոր լծակներն ու մեխանիզմները կամ բա դու պետություն ես, ինչի համար ես։ Բոլոր լծակներն ունես, բա դու չէիր ասում, այդպես դատավոր կա, որ իմ ասածը չանի։ Հիմա հիբրիդային պատերազմը, որքան էլ դա ինովացիոն պատերազմի տեսակ է, դրա դեմը կանխարգելելը, դեմն առնելը դժվար է, բայց եւ այդուհանդերձ, հա, նայում ենք ֆեյքերի բանակ տիրապետած ունես տղեկ ունեք ցուցակներում ձեր, որ այդ ամեն ինչը լավ գիտեն, որտեղից է հոսք ու արդահոսքը դեմ առեք։ Կամ հստակ, հա, կոնկրետ մատնացույց արեք ովքեր են, թող ժողովուրդը ճանաչի այդ մարդկանց, որ այ հիբրիդային պատերազմը կոնկրետ գեներացվում է այս աշխարհական ոչ թե սենց օթի մեջ ինչ որ մեղադրական տոնայնությամբ նեղած կոդի քենապայի դիրքերից այսպես բան խոսույթը։ Հետո գնում են Մոսկվա, պարզվում է իրանցից ավելի ռուսամետ չկա։ Այս իշխանությունը ժողովուրդը ասում է քլնգում է Ռուսաստանին, բայց արևմտամետներն էլ, հա, պսևդո արևմտամետները առհասարակ զարմացած են, հա։ Ոնց կարող է այդպես լինի, հա, գնում է էլի Պուտինի դուրը կամ չգիտեմ։ Մի ուրիշ ծայրահեղություն է դա է։ Այո, խոսեցինք, պարոն Կարապետյան, վերջերս էլի շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, որ Ռոսսելխոզնադզոր, չէ՞, այդ կազմակերպության կողմից մեր հայկական կոնյակի վրա որոշակի արգելանքներ են դրվել, այսպես ասած, եւ դա կարող է շատ լուրջ տնտեսական վնասներ հասցնել, որովհետեւ մեր արտահանող ամենակարևորագույն բրենդային առանցքային ապրանքատեսակներից մեկը մեր հայկական լեգենդար կոնյակն է։ Այո։ Սա նույնպես դուք քաղաքական ինչ որ ենթատեքստով եք բացատրում, թե միանշան։ Նախ այդ ձեր ասածը նաև Ռոսպատրեբնadzorի վերահսկողության տակ է ու 2-3 այսպես պատկան մարմիններ, որոնք զբաղվում են ԵԱՏՄ շուկայից ներմուծումներով եւ տվյալ դեպքում վերահսկում են այդ ներմուծումները հայկական մի շարք ապրանքան տեսակների վրա սահմանում են կամ այլ մաքսատուրքեր կամ խնդիրներ են ստեղծում, լինի դա արհեստական կամ ոչ արհեստական խնդիրներ, որակի պիտանելիության հետ կապված, այնտեղ հավաստագրման ու սերտիֆիկացման հետ կապված, լինի դա արհեստական կամ ոչ արհեստական, հիմա խոչընդոտներ են ստեղծում մաքսազերծելու համար, Ռուսաստանի տարած թողնելու համար։ Եվ այո, դա լուրջ տնտեսվարողներ են, որոնք որ տեղական արտադրողներ են, իրենց բերք ու բարիկը հասցնում են այնտեղ ու փաստի առաջ, որտեղ միլիոնավոր դոլարների կորուստ է։ Հիշում եք ժամանակին նման դեմպինգ չասեմ, բայց նման իրավիճակ ստեղծեցին Ադրբեջանի հանդեպ։ Հիշում եք, երբ որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններն էր ճգնաժամ ապրում,
Հիմա հասկանալի է, որ սա ցուցիչ է, այնպեսի ցուցիչ, ինչպես որ Օվերչուկի հայտնի հայտարարություններ կամ Պուտինի ակնարկներն էր, հա, երբ որ տետատետ խոսում էին, որ գազի գինն էլ կարող է վերանայվի, որը 177.5 է, բայց Եվրոպային մենք տալիս ենք 600, դա ուղիղ այն որ ասում են նամյոկ էր, հա, որ կոնցեսիայի հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ երրորդ ինչ որ այլ երկրի վստահելու խոսույթում պատտվում է ղազախական ինչ որ տարբերակ առաջարկ արել մեր իշխանությունները, որ ավիաչվերթները չի լինի, հա, երկաթուղիների կոնցեսիայի մասին է խոսքը, եւ այլն, այսինքն այն լծակները, որոնք ունեն իրենք Հայաստանում եւ հնարավորություններ այդ լծակները օգտագործելու։ Այստեղ մի երկու բավոր կա, պարոն Կարապետյան, այսպես ենթադրական էլի, ուղղակի բանով ձեզ փոխանցեմ ճշտելու ձեր կարծիքը։ Ասենք գազի գները թանկացրեցին, բերոնք էլ որոշում ընդունեցին, բայց ես որոշակի քննարկման եմ մասնակցել եւ ասեցին, որ ասենք հիմա ես ասեցի, ասենք Իրանից կարող են բան, բայց Իրան-Ռուսաստան հարաբերությունների պահը կա եւ Ռուսաստանը բոլորովին կարող է, չէ, Իրանի վրա ճնշում գործադրել, նաեւ ինչ որ միտեղ թուրքմենական գազի վրա, չէ, ճնշում, եթե ինչ որ բան եւ նրանք բոլորովին էլ մեծ շահեկան գնով չտան, չմատակարարեն գազ, ինչ կարծիք եք, կգործի այդ մեխանիզմը թե ոչ։ Տեսեք, կարևորապես նայեք, ես ինչ եմ ասում, որ իշխանության վերնախավի բարձրաստիճան ղեկավարությունը դերևս քաղաքական ոտաբոբիկներ են, որոնք որ չեն հասկանում պահի լրջությունը եւ ընդհանրապես քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են, առավել եւս միջազգային հարաբերություններից եւ չեն հասկանում, որ էմոցիոնալ այդ սպեկուլյացիաներով հարցերի լուծում չկա, ընդհակառակը խնդրեմ է ստեղծում։ Հիմա տեսեք, մարդը ասում է, դե մենք էլ կտորպեդահարենք ամբողջ այդ կառույցները, որոնց անդամագրված ենք, հա, ՀԱՊ կլինի, ԱՊՀ լինի, ԵԱՏՄ լինի եւ այլն։ Առանց հաշվարկելու, որ եղբայր նախ հələ մինչև մարտը, որը նախ այդ բարի բովանդակությունն էսքի չգիտեն, հա, տորպեդարել։ Մի օր ասա դու ում հանդեպ ինչ ես արել, որ մի հատ է որպես պետություն պետք է տորպեդարես միջպետական կառույցին։ Բայց այն չի, որ իմ աչքի լույսն է այդ կառույցը, հարցը դա չի, հարցը ուրիշ բան է։ Դու ինչ ես արել մինչև այն պահը, որ երբ որ դու քո պատկերացրած տորպեդահարմանը գնաս, դու քեզ ապահովագրես քո անվտանգությունն ու երաշխավորությունը, որ այօրինակ գազը եթե թանկացնեն, դու ունես ալտերնատիվ սցենար։ Երբ որ դու ալտերնատիվ սցենարը ապահովես քո ժողովրդի համար, դու նոր կարող ես այդպես լեզուդ երկարացնել կամ փորձել ինչ որ, հա, այդպես շանտաժային պապանին փորձես հագադարձվես։ Այսինքն այդ նույն տրամաբանությամբ, հա, կամ մենք դե Եվրոպա կգնանք այն ժամանակ, երբ որ կլինի մարդիկ հասկացնում են, որ երկու աթոռի վրա նստել չի լինում, որոշեք կամ այս կողմ կամ այն կողմ։ Մարդիկ հասկացնում են, որ մենք կգնանք այդ քայլին, կախված է այդ քայլը, թե դուք կգնաք այդ քայլին, թե չէ։ Որովհետև այստեղ բումերանգային է այդ ամեն ինչը։ Հիմա դու դերևս չունենալով անգամ այդ հնարավորությունը, դու շատ ճիշտ նշում արեցիք, դեռ հարց է, այո, մենք ունենք այդ հնարավորությունը Իրանից գազ գնելու, անգամ հնարավոր է շատ ավելի մատչելի, եղել է նման առաջարկը, որքանով է ակտուալ, կամ ժամկետի տեսանկյունից դու որքան, ընդունենք մի հատ սցենար, հրաժարվեցինք ռուսական գազից, ասեցինք խռովեցինք, այսպիսի վարկագիծ դրսևորեցինք, գազը չտվեցին կամ տվեցին $600, հա, ընդ որում այդ գազի մասով էլ բանը չէ, այս ժողովրդի մի հատ տեսահոլովակ տեսա, գնացել է գյուղեր, գյուղացին բռնել է, Փաշինյանին ինչ ասում, ասում է Փաշինյան, ես ինչ լավ Պուտինին գազ տվեցիր, հա Պուտինն էլ հիմա քեզ գազ չի տա, հիմա գիտեք ինչ կա, ախր զավեշտի ժանրից է, դու մի հատ քեզ ապահովի, նոր հասկացի դու կարող ես ասել, դե որ տենցա մենք է գազ չենք ստանա, պետք էլ չի այդ գազը, այսինքն դու ալտերնատիվ գազի հարցը լուծի, նոր լեզուդ երկարացրու, դու մի հատ այլ տնտեսական ֆորմատի մեջ անունը դրել եք հենա դիվերսիֆիկացիա, արտաքին քաղաքականության ու տնտեսական, դու այդ ամեն ինչը արա հասի այն արդյունքին, որ այդ ամեն ինչը շոչիկի պես ֆռակ հոգտի, նոր դու խոսի, թե ումից ես կդրվում, որ այդ ռուսական ծիրից դուրս ես գալի եւ այլն։ Հասկանում եք, չի կարելի, ասել մանր խոսակցություններ են, որոնք որ ընդամենը նեղացածի այսպես
կերպարով հա փորձում են իրանց ինքնուրույնությունը իհարկե դրսևորեն, փորձում են Յակոբը ցույց տան, որ մենք այլևս նախորդների պես չենք, կզած չենք, էս չենք, այն չենք, ինքնաբավ ենք, բայց նայում ես, եթե ինքնաբավես, բա Եվրոպայից ինչ ես մարդիկ բերում, որ քոնդրությունները քեզ օգնեն։ Բայ որ ինքնաբավես էլ ուրիշ կառույցի ինչի կարիք, այսինքն օրինակ ռուսական կառույցներից, ռուսական այսպես ֆորմատի կառույցներից դուրս գալը, դա ազգային ուրեմն ինքնության պահպանում է սուվերենության բանա, բայց երբ որ մտնես օրինակ Եվրոմիություն, օրինակ դրանով քո բանը չես հա կորցնում դիմագիծը, pedagogan դիմագիծը, հա։ Բայց այն էլա կառույց, այն էլա կառույց։ Բայց դու ուղիղ զուգահեռ ես տանում դրանց հետ, որ այս կառույցին լինելով մենք մեր սուվերենությունը կորցնում ենք, ուրեմն դու ոչ մի վերպեdagogan նմանատիպ կառույցի պիտի մասնագիծը չլինես։ Հասկանում եք, ախր այնպիսի խոսույթ է, որ հասկանում ես, որ այս մարդիկ իրոք էլի պատեհապաշտ արգածախնդիրներ են, որոնք ավանտյուրիստներ, որոնց ձեռը իշխանություն եկե, մարդիկ, որոնք որ այն որ ասում է չտեսան падից կախ, տեսան ճակատից կախ, հիմա իր այդ մարդիկ եկել են, զբաղվում են աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխարհաքաղաքականությամբ։ Այսօրվա թեման իհարկե էլի շարունակելի է, որտեղ շատ էլի բաներ կան, դուք էլ ինձնից ավելի լավ գիտեք, որ կարելի է ավելի շատ ծավալվել այս գեոքաղաքական ընտրության, որովհետև արդեն հիմա կարծիքներ են հնչեցվում, որ կարելի է նույնիսկ հապկում այս սառեցված կարգավիճակը, այսպես ասած, մի քիչ հումորային խոսքով ասած տաքացնել նորից, բայց հարցեր առաջ քաշել կամ ասենք մի մասն էլ ասում է դուրս գանք, դրա շուրջ էլ պիտի ասենք դուրս ես գալի կամ մնում ես։ Եվ այդ գործիչներից մեկը ասում էր, որ կարելի է մնալ վերագործարկել նորից ակտիվությունը, այսպես նորից ակտիվանալ հապկում, բայց առաջ քաշել ազգային հարցեր եւ իհարկե ոչ բոլոր երկրներն որ տարբերակներից կախված։ Եկեք այս եւ այլ հարցերի շուրջ էլ մյուս անգամ զրուցենք, այս անգամ ձեզ խորապես հայտնենք մեր շնորհակալությունը, ցանկանանք ձեզ ամենալավն ու բարին, քաջ առողջություն եւ շնորհակալություն կրկին ու կրկին, որ ընդունեցիք մեր հրավերը եւ եկաք մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր ալիքի թողարկումներին, խնդրում եմ նրանց ընդամենը մի քիչ նեղություն կրել, սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին եւ շարունակել հետևել մեր հետաքրքիր թողարկումներին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։